Բոլորիդ բարի երեկո, երկու օր առաջ մենք տեղադրեցինք մի հատ շատ հետաքրքիր վիդեո, 6 րոպե էր ընդամենը, բայց շատ կարևոր էր, երբ ես պատմում էի ձեզ ոնց են ոսկին 2000 թվականներից գողանում Ռուբեն Վարդանյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ ռուսները եւ տեսեք մենակ անգլերեն էջում արդեն հասնում է 100,000 դիտում այս դրությամբ 90,000 ունենք երկու օրում, բացի դրանից YouTube-յան ալիքում ահագին հետևորդներ թողեցին իրենց կոմենտները, ոչ շատ, բայց էլի բավական ռուսական էջում ունենք մենք կոմենտներ եւ դիտումներ, այնպես որ շատ ուրախ եմ, որ այս ձևի տարածվեց եւ առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դրանց, ովքեր կիսվել են այդ վիդեոյով, համարյա 600 ռեպոստ ունենք, համարյա 6000 լայք ունենք, շնորհակալ եմ շատ բոլորիդ, ես կարդում եի բոլոր կոմենտները, ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող 2-3 նախադասություն գրեմ, քանի որ մոտավորապես 400 թե 500 կոմենտ կա, մենակ անգլերեն էջում եւ չեմ կարող երկար տեքստեր գրեմ, բայց շնորհակալ եմ եւ երբ տեսնում եմ 3, 4, 5 հատ նախադասություն եք գրում, դա խոսում է դրա մասին, որ մեզ ունեք արդեն այնպիսի կապ, որ մենք, չգիտեմ, իսկապես երբ ես ասում եմ եղբայրներ եւ քույրեր, տենց էլ կա։ Հավատացեք, որ դա ասում եմ սրտանց եւ այս 8 տարին ես իմ աշխատանքս թե TikTok-ում, թե YouTube-ում, թե Facebook-յան էջերում, թե խմբերում ես ցույց տվեցի, որ ես իմ կարծիքս չեմ փոխում եւ չեմ կարող փոխեմ։ Այսօր ուզում եմ նշել, որ ահագին ստացա նամակներ եւ ձեզնից հարցեր, շատ կարճ կուզենայի պատասխանել, նաեւ հարցնում էին Ռոման ջան, դուք ասում եք դրա մասին, որ մինչև 88 թվականները հայերը ավելի լավ են ապրել ադրբեջանցիների հետ, տեսեք, եթե կարճ թույլ տաք, ես պատմեմ ինչի մասին է խոսքը, օրինակ մինչև 88 թիվը, երբ Ղարաբաղի հայերը ապրում են ադրբեջանցիների հետ, մեզ բոլոր մեր հայերը, թե Մարտունի շրջանում, թե Մարտակերտ, թե Հադրութի շրջանում, բոլորը մշակում էին բոլոր այն արտերը, որը կար։ Երբ եկան Ռոբերտ Քոչարյանը դաշնակները Ղարաբաղ, պատկերացրեք մոտավորապես 40%-ն էին մշակում։ Պատկերացնում եք այն ձևի հողերը вообще չմշակեն, այսինքն քանի որ մարդիկ թալանով էին զբաղված, սփյուռքից փողեր էին գողանում, Հայաստանի բյուջեն էին թալանում, իրանք էլ չէին ուզում մշակեն այդ արտերը։ Այդքան վատ ենք մենք ապրում, հասկանում եք, երբ դաշնակներն են մեր ղեկավարները եղել եւ Ռոբերտ Քոչարյանը։ Նաեւ ասեմ, որ մենք ադրբեջանցիների հետ երբ ապրում ենք Ղարաբաղում, ոչ մեկ մեր կանանց չէր բռնաբարել, մեր կանայք կոնկրետ Սամվել Բաբայանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, դաշնակների ժամանակ, 7-ից հետո, կոնկրետ 94 թվականից մինչև 99 թվականը, 7-ից հետո մեր կանայք Ղարաբաղում, Ստեփանակերտում սիրուն կանայք վախենում էին դուրս գան вообще հայատ, չէին թողնում իրանց, քանի որ այդ կանանց բռնում էին ավտոմобилներով, բռնաբարում էին, իրանց ամուսիներին սպանում էին, տես բաներ չի եղել ադրբեջանցիների ժամանակ։ Եվ Ռոբերտ Քոչարյանի նման ուրոդը երբ դուրս է գալիս տարբեր քաղաքներում խոսում, ես ուզում եմ իմ հետևորդներս լավ լսեն, կոնկրետ ուրոդ Քոչարյանի ժամանակ մեր կանանց բռնաբարում էին հայերը, հասկանում եք։ Մենք ապրում ենք շատ լավ մինչև 88 թիվը, մենք աշխատում ենք զավոդներում, ֆաբրիկաներում, մարդիկ ստանում են իրենց աշխատավարձը։ Իր ժամանակ մարդիկ, ովքեր կներեք, ապրում են գյուղերում կամ փոքր քաղաքներում, ինչ որ նախարարություններ է բացել Հայաստանի բյուջեի հաշվին ու կներեք անգրագետ տղամարդը կամ անգրաբեդ կինը դարել է նախարարի տեղակալ, հասկանում եք, մարդկանց փչացրել են, մարդկանց այսպես ասած իրանց ոչ իրանց սիրտը, իրանց հոգին սպանել են ու ասել են գնացեք թալանեք, գնացեք մարդկանց սփյուռքում խափեք, Հայաստանի բյուջեն թալանեք, ինչ որ չգիտեմ 7 շրջանում հորինել են տարբեր ծրագիրներ, թալանում են էլի Հայաստանի բյուջեն, այո, ամենավատ կյանքը Ղարաբաղի հայերի կյանքը եղել է դաշնակների ժամանակ եւ Քոչարյանի ժամանակ եւ դա շատ կարեւոր է դրա մասին խոսալ։ Գիտեք, այսօր ես առավոտյան երբ վեր կացա, շատ վատ է եղել տրամադրությունս, ինչի, քանի որ ես մտածում եմ, իսկ ով է Ռոբերտ Քոչարյանը, որ մենք շարունակում ենք խոսենք Քոչարյանի մասին, ով է Քոչարյանի նման ուրոդը, ով է ինքը, որ ընդհանրապես իրավունք ունի, իր ընտանիքը ընդհանրապես խոսա։ Գիտեք, երբ մարդ տականք է, երբ մարդ այդքան մարդ է սպանում եւ այդքան վատություն է անում իմ ազգիս հանդեպ ու շարունակում է խոսալ
գնալ, ես չեմ կարող պատկերացնեմ, երբ ես ինչ-որ մի վատ բան եմ անում, թեկուզ հավատացեք, մի խնդացեք, եթե ես մի հատ շան կամ կատու խփեմ, չէ, ոտով, եւ ես երևի 3 օր իմ տրամադրությունս կընկնի, ես չեմ կարող հաց ուտեմ, իմանալով, որ ես շնիկին խփել եմ։ Ու մի հատ մարդ, ով այսքան մարդ է սպանել, բանտերում, մարդու գլուխ է կերել, ինքը, որ ասում հայերեն ասում են մարդու երեսը падոշը, падոշը այս как раз-таки Քոչարյանի մասն է խոսքը։ Падոշի նման խոսալ նենց, իբր ինքը չի ամեն այդ վատությունը արել մեր ազգի հանդեպ։ Ասում եմ, այնքան ինչքան մենք վատ ենք ապրում դաշնակների ժամանակ եւ Քոչարյանի ժամանակ, մենք կյանքում այդ ձևի վատ չեք ապրել։ Եվ այո, ադրբեջանցիների ժամանակ մենք ազատ ման ենք գալիս մեր հայատներով Ղարաբաղում, մենք մեր արտերը մշակում ենք, բոլորը իրանց աշխատավարձը վախտին ստանում են եւ մենք ապրում ենք նենց, ոնց ապրում են սա ադրբեջանցիք եւ ռուսներ եւ ուրիշ ազգի մարդիկ։ Ինչի համար ենք մենք ստեղծել այս իրավիճակը։ Այդ իրավիճակը, հա, մեր տունը քանդել է, մեր կյանքը խավարել է, ու սա փաստ է։ Հույսով եմ, որ մենք ձեզ հետ միասին նույն ձևի, ոնց վերջի 8 տարին շփում ենք, կշփվենք եւ նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, ովքեր այդքան կոմենտներ են թողում եւ մեսենջերում էլ, եթե ես չեմ հասցնում նույն օրը պատասխանեմ, ներողություն, կաշխատեմ մյուս օրը պատասխանեմ, կամ էլ եթե դուք տենում եք, որ մի քանի օր ես չեմ պատասխանել, ուղղակի չեմ հասցրել այդքան մի բան։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, սիրում եմ բոլորիդ ու դա ասում եմ սրտանց։